Բարև ձեզ, ես մարտական եղբայրության անդամ Աշոտ Տերտերյանն եմ, մասնագիտությամբ փաստաբան, գործող փաստաբան, այսօր խոսելու ենք տեխնոլոգիաների և իրավաբանության կապի մասին, զրուցելու ենք Արենի հետ, ով փորձում է արհեստական բանականությունը և փաստաբանությունը, ընդհանուր իրավաբանությունը միավորել, ինչպես գիտենք, տեխնոլոգիաները շատ արագ զարգացում են ապրում, և գտնում ենք, որ կարիք կա նաև իրավաբանության հետ, չէ, Արեն ջան, ընդհանուր ինչ-որ համատեղել այդ երկու ոլորտները, ու ես կուզեմ միանգամից քեզ առաջին հարցը տալ, ընդհանրապես արհեստական բանականությունը գրեթե բոլոր ոլորտները հիմա մուտք է գործել, սակայն կան ոլորտներ, որոնք առավել դրա կարիքը ունեն, ինչ ես կարծում, իրավաբանությունը այդ ոլորտների թվում է, հրատապությունը որն է քո կարծիքով։ Կարծում եմ, որ միանշանակ իրավաբանությունը հենց այն ոլորտներից է, որտեղ արհեստական բանականությունը դրսևորվելու է, այսինքն իրավաբանական պրոցեսները, իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտը վերափոխվելու է անխուսափելիորեն, նախ ինչի, որովհետև այս առաջին արհեստական բանականության հենց այն հայտնի մոդելները, չէ, նույն ChatGPT-ն, իրանք լեզվական մոդելներ էին, իսկ իրավաբանությունը հիմնականում հենց տեքստի, չէ, հետ աշխատանքն է, այդ պատճառով ինքը ամենաշատն է ենթակա այս հեղափոխության, կարելի ասել, արհեստական բանականության հեղափոխության է, որովհետև այդ ամբողջ ծավալի նյութերի այս փորձը ցույց է տալիս, նույն ChatGPT-ի օրինակը ցույց է տալիս, որ այս արհեստական բանականությունը, մեծ լեզվական մոդելները շատ արդյունավետ են տեքստեր ոչ միայն կարդալու, այլ նաև տեքստեր գեներացնելու մասով։ Հասկացա։ Ես երբ որ սովորում էի, դա մոտավորապես 15 տարի առաջ էր, այնտեղ ասում են, որ համակարգիչը ի վիճակի է իրավաբանական խնդիրներ լուծելու, բայց իհարկե այն ժամանակ արհեստական բանականություն չկար և թերի էր այդ ոլորտը, կասկածում էինք իհարկե, որ համակարգիչը կկարողանա գոնե 10% իրավաբանական խնդիրներ լուծել, բայց հիմա արդեն արհեստական բանականությունը շատ ավելի լայն հնարավորություններ է տալիս, բայց այնուամենայնիվ ենթադրելի է, որ ամբողջությամբ չի կարող իրավաբանի փոխարինել։ Ինչ ես կարծում, ինչքանով կկարողանա փոխարինել։ Այդ մասով ես էլ եմ համաձայն, որ ամբողջական չի կարա փոխարինի, ուտեղ ոնց որ հենց խնդիրներ կան, որոնք որ թույլ չեն տա, որ ամբողջական փոխարինի, երևի դրանցից առաջնայիններից մեկը այդ էթիկական խնդիրն է, որովհետև օրինակ նույն փաստաբանների մասով այն օրենքները, որոնք կարգավորում են օրինակ փաստաբանական գործունեությունը, ոչ միայն Հայաստանում, ավելի շուտ առավելապես դրսում, որովհետև անկեղծ ասած Հայաստանի այդ օրենսդրությունից այդ մասով տեղյակ չեմ, թե որքանով է տեխնոլոգիայի կիրառության այդ հատվածը կարգավորվում մեր օրենսդրությամբ, բայց սովորաբար օրինակ նույն Ամերիկայում էթիկական հարց կա, թե արդյոք կարող է փաստաբանը ամբողջովին հիմնվել արհեստական բանականության տված արդյունքի վրա կամ ինչքանով կարա տեխնոլոգիաները կիրառի, ու էդի ավելի շատ ակտուալ դառավ վերջերս ասելով երևի տարուց ավել առաջ, երբ որ օրինակ պարզվեց, որ մի փաստաբանը ամբողջությամբ ոնց որ այդ դատարան ներկայացված փաստաթղթերը արհեստական բանականության միջոցով է գեներացրել, ու նախադեպ է, ու ընդ որում դա պարզվել է այն դեպքում, երբ որ նախադեպը, որին հղում է արել իրավաբանը, դա հորինված նախադեպ է եղել, ու տենց ոնց որ պարզվել է, որ արհեստական բանականություն է օգտագործել, ու հիմա էլ շատ են խոսում, փոփոխություններ կա նույն այդ կանոնակարգերում, փաստաբանության գործունեությունը Եվրամիության շրջանակներում ռեգուլյացիա թողարկեցին, որով որ փորձում են արհեստական բանականության այդ ոլորտը կարգավորել, այսինքն կարգավորել այն ոլորտները, որոնք որ ավելի խոցելի կարող են դարձնել ինչ-որ շրջանակի անձանց, եթե արհեստական բանականությունը ամբողջությամբ կիրառվի, ու այդ էթիկական խնդիրն է, որ չի թողում ամբողջությամբ փոխարինել իրավաբաններին արհեստական բանականությամբ, օրինակ որոշում կայացնելը դատավորի տեսանկյունից, դա մեծ էթիկական խնդիր է, արդյոք կարա իրավաբանները կամ դատավորը արդյոք կարող է հիմնվել արհեստական բանականության տված վճռի վրա։ Շատ լավ, էթիկական կողմը իհարկե շատ կարևոր է, որովհետև
դատավորը ի վերջո ինքը, այսպես ասած, ռոբոտ չէ, շատ դեպքերում ինքը օրենքը փորձում է մեկնաբանել, ավելի շատ հակել դեպի էթիկա, այլ ոչ թե չոր կիրառել, բայց այնուամենայնիվ բացի էթիկայից, կարծում եմ զուտ տեխնոլոգիապես արդյոք արհեստական բանականությունը ի վիճակի է ամբողջությամբ փոխարինել իրավաբանի, մի հատ օրինակ բերեմ, օրինակ երբ որ հայցադիմում ենք, չէ, գրում, այնտեղ նաև հայցադիմումին կից միջնորդություն ենք ներկայացնում կամ մեջը ներառում հայցի ապահովման միջոցներ ենք, չէ, փորձում, այսինքն արհեստական բանականությունը արդյոք ի վիճակի է հասկանալու, որ այս դեպքում օրինակ անհրաժեշտ է նաև հայցի ապահովման միջոց միջնորդել։ Ի վիճակի է, օրինակ իմ համոզմունքն է որպես այդ ոլորտի որոշակի տարիների փորձ ունեցող մարդ, որ հնարավոր է նույնիսկ սենց մասնավոր դեպքերում, օրինակ հենց քո բերած օրինակում, երբ որ հայց ու հայցին կից ինչ-որ միջնորդություններ փաստաթղթեր պետք է լինի, եթե դու արհեստական բանականությունը տաս, եթե նախ սկսենք նրանից, եթե դու ամբողջությամբ այդ process-ը ավտոմատացնես արհեստական բանականությամբ, այսինքն փորձես կրկնօրինակել արհեստական բանականություն ու այլ տեխնոլոգիաների միջոցով իրավաբանի աշխատանքը, դու կունենաս նույն արդյունքը, եթե ոչ որոշ դեպքերում նաև ավելի լավ արդյունք, որովհետև ինչա պետք օրինակ արհեստական բանականությանը հասկանալու համար, որ հայցի ապահովման միջոց պետք է այս դեպքում կիրառվի կամ չգիտեմ, նորմալ է պրակտիկայում կիրառելը թե ոչ, իմանալ նախադեպերը ենթադրում եմ, մեկ էլ փաստերը, գործի փաստերը։ Եթե դու եւ օրենսդրությունը, եթե դու արհեստական բանականությանը տալիս ես օրենսդրությունը, նախադեպերը, դատական պրակտիկան, ասենց ասեմ, ոչ թե նախադեպերը, դատական պրակտիկան եւ նաեւ գործի նյութերը ու ավտոմատացված է արդեն այդ գործընթացը, որը որ կրկնօրինակում է իրավաբանի փաստաբանի աշխատանքը, շատ հնարավոր է, ու շատ հնարավոր է, որ արհեստական բանականությունը գտնի մի հատ դատական պրակտիկա, որը որ օրինակ իրավաբանը վրիպի։ Օրինակ հազարավոր դատական պրակտիկաներից մեկում գտնի, որ այս դեպքում օրինակ, չգիտեմ, ձեռքով իրավաբանը այդ գործը անելուց դա բաց թողի ինչ-ինչ պատճառներով, որտեղ մարդկային ֆակտորը կա, իսկ արհեստական բանականությունը, եթե լավ ավտոմատացված է այդ process-ը, տեղ ավելի ոնց որ իհարկե մարդկային շատ դեպքերում, եթե օրինակ հազարավոր նախադեպեր կան, 1000-ից ընդամենը մեկում կա, չէ, այն նախադեպը, որը որ անհրաժեշտ է, դա մարդը միգուցե չկարողանա դեպել։ Գուցե իրեն պետք լինի 1 տարի օրինակ անընդհատ փնտրել ի վերջո գտնել եւ ի վերջո գողոքնի, այդքան չի էլ փնտրի։ Բայց արդյոք տեխնոլոգիապես արհեստական բանականությունը հիմա այդքան զարգացած է, որ կարողանա այդպիսի աշխատանք կատարել, որովհետեւ շատ դեպքերում օրինակ ես երբ որ ChatGPT եմ օգտագործում, տեսնում եմ որ դուրս սխալներ է տալիս տալիս, օրինակ հասարակ ինչ որ տեղեկատվություն եմ փորձում ման փորձի համար, տեսնում եմ որ շատ թերի տեղեկատվություն տվեց էլի, բայց դու այն արհեստական բանականությունը, որը հիմա օգտագործում ես, ինքը դեռ մտածում ես զարգանալու տեղ ունի, որպեսզի քո ուզած արդյունքը ստանաս, թե հիմա արդեն բավարար է։ Ես կարծում եմ, որ նույնիսկ 2-3 ամիս առաջ էր բավարար, եթե օրինակ 2 ամիս, մի քանի ամիս առաջ, օրինակ, եթե օրինակ OpenAI մոդելներից խոսանք, այնտեղ 400 մոդել էին հանել, դրանից հետո արդեն ուրիշ ավելի լավ մոդելներ են հանել ու բարբերաբար թողարկում են այդ ընկերությունները, բայց եթե վերցնենք նույնիսկ մի կես տարի առաջվա մոդել նույնիսկ եթե վերցնենք, իմ կարծիքով դա արդեն բավարար էր, որ իրավաբանության սենց շատ մեծ հատված ավտոմատացնենք, որովհետև երբ որ խոսում ենք իրավաբանության ավտոմատացումից, մի քիչ այդքան էլ ճիշտ չի ChatGPT-ի հետի փորձը որպես օրինակ բերել, որովհետև ինքը chatbot է, իսկ chatbot-ը ինքը որոշակի սահմանափակումներ ունի, ու այդ սահմանափակումները վերաբերվում են համ հիշողությանը,
chatbot-ի սահմանափակ հիշողությանը, համ ինքը process-ները chatbot-ը նախատեսված չի այդ իրավաբանական շատ սպეციფიկ process-ները կատարելու։ Օրինակ ես նշեցի, որ մենք ըստ էության արհեստական բանականության միջոցով փորձում ենք կրկնօրինակել իրավաբանի աշխատանքը, բայց chatbot-ը ինքը այդ գործիքը չի, որով դու կարող ես կրկնօրինակել, ինքը ավելի շատ զրուցակից է, ում դու հարցեր կարող ես տալ ու այդ հարցերի հիման վրա պատասխաններ ստանալ, շատ անգամ նույնիսկ կարող է դու պատասխան ստանաս ու այդ scroll անելու, վերև բարձրանալու process-ն էլ ինքը այդքան հարմարավետ process չի շատ դեպքերում, ոնց որ այդ հետևելուն էլի այդ արհեստական բանականության գեներացված մտքին։ Դրա համար իրականում այդ ավտոմատացումը պետք չի լինի հենց այդ chatbot-երի տեսքով։ Վերջերս շատ տարածված են AI agent այդ հասկացությունը, որը որ ըստ էության որոշակի ինքնուրույն ունեցող արհեստական բանականությամբ մտածող իրանց, այսինքն կոպիտ ասած ինքը sense կանենք պատկերացնենք ծրագիր է, որի ուղեղը արհեստական բանականությունն է, ընդ որում այդ արհեստական բանականություն ասելով պետք չի հասկանալ, որ զուտ մի հատ մոդել է աշխատում, այսինքն ուղեղի պես ինչ-որ մի հատ մոդել է, ով որ ինչ-որ հարցեր է ստանում ու պատասխան է տալի, չէ, ինքը կարող է լինի արհեստական բանականության մոդելների ցանց, որը որ ստանում է ինֆորմացիան, որոշակի մշակումներ է անցնում, հետո տալիս է մեկ այլ մոդելի, նույնիսկ այդ մոդելը կարող է լինի ուրիշ ընկերության ստեղծած մոդել, այսինքն որոշակի sense մտավոր process է իր մեջ իրականացնում։ Ու AI agent-ները դրանք այդ այն ծրագրերն են, որոնք ունեն այդ ուղեղը, բայց դրանից դուրս նաև որոշակի ինֆրաստրուկտուրա ունեն ու կոնկրետ հստակ հանձնարարություններ են կատարում ու այդ հանձնարարությունների ընթացքում նաև որոշակի որոշում կայացնելու հնարավորություն ունեն։ Օրինակ խնդիրը եկավ, ինքը կարող որոշի այդ ծրագիրը, թե որ գործիքից օգտվի։ Ու արդեն այս պարագայում իրավաբանների ոնց որ գործընթացը ավտոմատացնելը արդեն ավելի տեսանելի է դառնում, թե ինչքան մոտ է այդ, ու ոչ թե մոտ է, արդեն այդ process-ը սկսել է, արդեն շատ ստարտափներ կան աշխարհում, որոնք որ հենց զբաղվում են իրավաբանական process-ների ավտոմատացմամբ։ Օրինակ պայմանագրերի կառավարման գործիքների մասով նույնիսկ մինչև արհեստական բանականության գալը արդեն բազմաթիվ գործիքներ կային, որոնցով որ իրավաբանները կարող էին կոնտրակտներ գեներացնել, այսինքն ձևաթղթերը ունեն։ Դա ավելի պարզ, ավելի պարզ։ Հա, ընդհուպ ամբողջ ոնց որ պայմանագրի կյանքը, ընդհուպ մինչև ստորագրում ու արխիվացում այդ process-ը անում էր։ Արհեստական բանականությունը օգնեց, որ այդ process-ը ավելի արդյունավետ արվի, ավելի սխալներից զերծ։ Հա։ Հիմա ավելի առաջ են մտածում, հիմա այսպես գուցե հայկական այսպես իրավաբաններին հուզող հարց, միգուցե նաև բարձում է կա տեխնոլոգիաների առումով, օրինակ մեր դատալեքս համակարգը որ կա, արհեստական բանականությունը կարողանալու է այդտեղի բազայից օգտվել, ինչ ես կարծում։ Եթե ինչ-որ ընկերություն կամ ինչ-որ խումբ մարդկանց մասնագետների որոշեն, որ դա անեն, հա, դա պետք է այսինքն պետք է հատուկ կցել, պետք է աշխատել, որովհետև ի՞նչ է դատալեքսը, ինքը դատաբազա է ու ինտերֆեյս, որով որ դու փորձում ես գտնել դատական գործեր։ Եթե օրինակի համար դատալեքսը նույն որոշի ինչ-որ մի օր լավացնի իր այդ փնտրելու հնարավորությունը, դատական գործեր փնտրելու հնարավորությունը, կարա այդ ամբողջ դատաբազան օրինակ օգտագործի անգլերեն կոչվում է retrieval augmented generation ու դրա միջոցով մարդիկ ոչ թե բառերով փորձեն գտնեն դատական գործեր, օրինակ չգիտեմ ձեռքբերման վաղեմություն բառը չգրեն, որ գտնեն գործերը, այլ ոչ թե ֆիլտրները օգտագործեն, որտեղ այնտեղ ֆիլտրներ կա, այլ ուղղակի նկարագրեն իրավիճակը, ասեն տուն ունեմ, sense շատ հասարակ լեզվով գրեն ու այդ հասարակ լեզվի արհեստականության վկայականը չունեմ։ Հա, մոտավոր, շատ երկար էլ չէ, բայց գրեն ինչ-որ բնական լեզվով sense ասած, գրեն ինչ են ուզում գտնեն ու այս արհեստական բանականության այդ տեխնոլոգիայի միջոցով ինքը գտնում է նման մտքերը, ոչ թե բառերով է ինքը որոնումը կատարում, այլ սեմանտիկ բովանդակությունն է, հա։ Հասկացա։
Իսկ հիմա էթիկային վերադառնանք, ես ուզում եմ շոշափեմ այստեղ զգացմունքի հարցը, որ շատ են ասում արհեստական բանականությունը զգացմունք չունի, բայց ես այստեղ մի կռահում ունեցա, միգուցե ճիշտ եմ, որ եթե արհեստական բանականությունը նախադեպերը օգտագործելու է, իր զգացմունքները փորձելու է գտնել հենց նախադեպերը օգտագործելու միջոցով, այսինքն նախադեպերը ի վերջո կազմվել են արդեն զգացմունքների հիման վրա, կայացված որոշումներով եւ ընթացակարգով։ Այսինքն զգացմունքի հարցը այստեղ ինչ որ մի ձև լուծվելու է նախադեպերի միջոցով։ Ինչ ճիշտ եմ հասկանում։ Համաձայն եմ, ավելի շուտ այդ մի քիչ փիլիսոփայական հարց է դառնում, որովհետև երևի պետք է սկսենք հարցնելուց թե ինչա զգացմունքը։ Նախ հասկանանք ինչա զգացմունքը, որովհետև օրինակ sense պայմանական կարանք օրինակ զգացմունքի հասկացությունը տանք հասարակության օրինակ հասարակությամբ պայմանավորված ինչ որ էմոցիաների ոնց որ արկայություն։ Օրինակ եթե տենց ենք հասկացությունը զգացմունքը ինքը ընդունենք որ շատ է կապված հասարակությունից կամ օրինակի համար կապված է մարդու իր անձնական փորձից, կարանք որոշակի հասկացությունների շրջանակում ասել որ արհեստական բանականությունը ունի զգացմունք, բայց քանի որ մենք էլ օրինակ ես անձամբ չգիտեմ զգացմունքը ինչ է, որն է զգացմունքի հատկանիշները, ոնց է այդ զգացմունքը առաջանում, օրինակ մարդու ուղեղը կամ ինչ-որ մեխանիզմը ոնց է այդ անարտարություն է տեսնում, թեկուզ իրավաբանը ինքը տեսնում է անարտարություն կա, միգուցե իր զգացմունքները անարտարության մղում են նրան ավելի ճիշտ լուծում գտնելու եւ ավելի շատ ջանք թափելու լուծում գտնելու։ Օրինակ անարդարությունը sense իմ համար առաջին հայացքից ոնց որ չափելի բան լինի ու եթե արդարության մասին խոսանք, եթե հա արհեստական բանականությանը տանք լիքը դատական դեպքերը դատական այդ պրակտիկան, դատական գործերը տանք ու ընդունենք որ դատական գործերում հիմնականում արդար որոշում է կայացվել, այդ արդարը դատության զգացումը կարելի է ասել կփոխանցենք նաև արհեստական բանականությանը, որտեվ ինքը որտեղ հա, ճիշտ ես ասում, բայց ի վերջո նախադեպերն էլ կատարելագործվում են, չէ՞, հասարակության փոփոխության հետ կապված։ Հիմա պատկերացնենք, եթե մի զգալի մասը արհեստական բանականությանը ասնի, ստացվում է, որ նոր նախադեպեր մարդու կողմից չեն ստեղծվի։ Որովհետև արհեստական բանականությունը արդեն նախկին նախադեպերն օգտագործում, այլևս մարդը չկա, որ նոր նախադեպ ստեղծի։ Այստեղ գալիս ենք այդ նախորդ հարցին, որ արդյոք արհեստական բանականությունը կարա փոխարինի ու պատասխանը ոչ, չի կարող։ Օրինակ իմ կարծիքով արհեստական ավելի շուտ ես կարծում եմ, որ ամեն դեպքում լիքը հարցերում կարող է փոխարինի, բայց արդյոք ճիշտ է փոխարինի։ Այսինքն մենք ոնց պետքա դիտենք այդ գործիքները, իրանք որպես փոխարինող գործիքներ են, որոնք եկել են փոխարինեն մարդկանց, թե աջակցող գործիքներ են։ Էթիկական հարցնել եւ շատ հարցեր նույն քո նշած մտահոգությունը հաշվի առնելով կարծում եմ որ այս պահին ավելի ճիշտ է արհեստական բանականությամբ ստեղծված գործիքները հատկապես իրավաբանության մեջ դիտել որպես օժանդակող գործիքներ։ Օրինակ նույն դատավորը այդ գործի նյութերը տա արհեստական բանականության այդ ծրագրին, արհեստական բանականությունը ուսումնասիրի ու տա հնարավոր տարբերակներ, այդ թվում ամենաարդար տարբերակը այդ ծրագրի կարծիքով ու դատավորը արդեն ոնց որ մարդկային այդ քո ասած զգացմունքներով արդարադատության զգացումով ու ամենակարևորը պատասխանատվությամբ այդ որոշումը կայացնի, որովհետև արհեստական բանականությունը ինքը գործիք է, դու չես կարա իր վրա դնես պատասխանատվություն։ Ամեն դեպքում պետք է այդ գործիքների կողքը լինի մարդ, ով որ պատասխանատվություն է վերցնում։ Օրինակ մեր դատավարական օրենսգիրքը, չէ, ասում է, որ դատավորը վճիռը կայացնում է ապացույցների համակցության մեջ վերլուծության, բայց իր հիմնված ներքին համոզման վրա։ Այդ ներքին համոզումը կարծես թե արհեստական բանականությունը չունի։ Այդտեղ մի քիչ կվիճեի, որովհետև այդ ներքին համոզմունքն էլ օրինակ հնարավոր է դատավոր լինի, ում ներքին համոզմունքը բացառապես հիմնված է դատական պրակտիկայի վրա։ Այսինքն ինքը Չէ, վերջո ներքին համոզումը նաև ինտուիցիայի հետ կապ ունի, չէ՞։ Իսկ ինտուիցիան ոնց կարանք ինտուիցիայի ձևակերպումը տանք։ Կարող է ինտուիցիան օրինակ դա մարդու փորձի վրա հիմնված
ինչ-որ գործող ընտրության կատարումը ենթագիտակցության բայց ենթագիտակցության մեջ նստած իր փորձի գիտելիքի իր շփումների եւ ոչ միայն իրավաբանության մեջ նաեւ հասարակության մեջ արհեստական բանականությունը ինքը որևէ հասարակությունում չապրող մի մարմին է. Եթե օրինակ դատավորը հայ է, հայկական հասարակության մեջ ծնված, մեծացած, հասունացած եւ փորձառություն ձևավորված մարդ է, իր մոտ արդեն այդ հասարակության վարքագծի վերաբերյալ ձևավորվում է արդեն ինտուիցիա, բայց արհեստական բանականությունը չեմ կարող ասել։ Եթե օրինակ ընդունենք, եթե sense ներքին համոզմունքի հասկացությունը sense մի քիչ կոպիտ տրիվիալ ձևի տանք, այսինքն ասենք դա մարդու անձնական փորձի հիման վրա կայացված ենթագիտակցորեն տենց եկած որոշումն է, այդ դեպքում եթե մարդ օրինակի համար նույն դատավորը ունի 1000 ոնց որ գործից 1000 փորձ, sense ճակերտավոր ասած 1000 քանակի փորձ, արհեստական բանականությունը կարող է ունենա 10 միլիոն քանակի փորձ։ Եթե զուտ փորձի հիման վրա է, հա, եթե ուրիշ մարդկային բաներ կան, որոնք միանշանակ կան, որոնք որ օրինակ դատավորը ասի ես զգում եմ, որ այս մարդը օրինակ ներքին համոզում ունի, որ այս մարդը խափում միանշանակ դա կա։ Եվ փորձելով հասկանալ թե ինչու է խափում, արդեն ապացույցներն էլ իր համար ավելի հասկանալի լինեն կամ գտնի ինչ-որ։ Այդ միանշանակ կա ու այդ անկեղծ ասած ինձ թվում է դրա պատասխաններ նույնիսկ չկա, չգիտեմ, երևի այդ համապատասխան մասնագետները ովքեր սարքում են այդ ամեն դեպքում եթե դա էլ լինի, արդեն կստացվի 100% փոխարինում, որը որ այս բանը այդ նպատակն էլ չկա։ Դե հա, տնտեսական, սոցիալական մեծ խնդիր էլ է առաջացնելու, կարծում եմ, որ նույնիսկ այդ հնարավորության դեպքում այդ անցումը պետքա դանդաղ լինի, որ այդ ամեն դեպքում դա կօգնի էլ նաև որպեսզի դատարանները բեռնաթափվեն, որովհետև ավելի արագ վճիռները կկայացվեն, չէ՞, որովհետև թեկուզ ոչ թե վճռի կայացման, այլ ուսումնասիրման գործի մի զգալի մասը, եթե արհեստական բանականությունը վերցնում է վրա, այդ դեպքում արդեն դատավորին ավելի քիչ ժամանակ է մնում ծախսել վճիռ կայացնելու վրա եւ զգալիորեն դա կարագացնի նաեւ գործերի լուծումը, որը այսօր Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհի դատական համակարգերում մեծ խնդիր է գործերի դանդաղությունը։ Միանշանակ, օրինակ արբիտրաժային գործերից օրինակ բերեմ, հա, որով որ հիմա մեր ստարտափը զբաղվում է, միջազգային արբիտրաժում իրավաբանական ծառայությունների ոնց որ ծախսերի իրավաբանին տրվող այդ գումարի 80%-ը գործի նախապատրաստական այդ աշխատանքների վրա է գնում։ Իսկ այդ եւ ժամանակի էլ կարելի ասել։ Ժամանակի էլ, հա, ուղիղ, հա, ժամանակի էլ։ Այդ 80%-ից առնվազն 80%-ը ինքը հնարավոր է ավտոմատացնել, որովհետև ինքը մեխանիկական գործ է, այսինքն ինչ է անում իրավաբանը, նայում է հազարավոր փաստաթղթեր, գտնում է փաստեր, նայում է օրենքներ, գտնում է իրավունքը, որը որ պետք է այդ փաստերի տակ դնի ու նույնիսկ ասեն կարող է մի քիչ հիվանդ լինել կամ հոգնած լինել, ավելի դանդաղ անի այդ գործը։ Դանդաղ անի վրիպի բացթողնել։ Հա, իսկ արհեստական բանականությունը միշտ նույն տեմպով, նույն արագությամբ գործը կարողանա կատարել։ Որտեղ մեծ օպտիմիզացիա կարող է լինի, ուղղակի ստեղ էլ իրավաբանական ոլորտը ինքը կոնսերվատիվ ոլորտ է, իրավաբանները sense պատմականորեն նախ չեն սիրում, ոչ թե չեն սիրում, այլ հակված չեն տեխնոլոգիաները շատ օգտագործելուն, ոնց որ օրինակ նույն ինժեներները, օրինակ ինժեներները ավելի բայց հիմա շատ լավ օգտագործում են արդեն, որովհետև ի վերջո հիմա չկա իրավաբան, որը թղթային տարբերակով որոնց գրքեր աշխարհում դարակում կամ ինչ-որ նախադեպերի գրքեր ավելի շատ հենց արդյոք էդի պետք է համարենք մեծ ձեռքբերում, որ օրենսգրքերը էլեկտրոնային են պահում, որովհետև այդ ոնց որ թվայնացումը օրինակի համար 90-ականներին տեղի է ունեցել։ Հիմա այդ թվայնացումից հետո շատ մեծ քանակի գործիքներ են հասանելի դառել իրավաբաններին, որ օրինակ նույն ֆինանսների մեջ օգտագործվել են այդ գործիքները, բայց իրավաբանության մեջ չեն օգտագործվել։ Օրինակ իրավաբանների հիմնական գործիքը մինչև հիմա Microsoft-ի Word, չէ, ծրագիրն է, բայց արդյոք էդի ամենա այս տեխնոլոգիաների զարգացվածության պայմաններում ոնց որ լավագույն ձևն է տեքստ գրելու։ Ես կարծում եմ, որ չէ։ Կամ արդյոք իրավաբանական ուսումնասիրության ժամանակ
ձախից աջ վերևից ներքև տեքստ կարդալը, այդ տեքստի ներկայացումը այդ ձևով, որը որ հազարամյակների ընթացքում, հա, այդ տեքստային այդ ձևով այդ արտահայտությունը գիրը ինքը լավագույն ձևն է, որ իրավաբանը գործը ուսումնասիրելուց ընդհանուր պատկերացում կազմի գործից, որովհետև կան վիզուալիզացիայի շատ գործիքներ, օրինակ սխեմատիկ վիզուալիզացիան շատ դեպքերում կարա շատ հետաքրքիր նյուանսներ, շատ հետաքրքիր բաների մասին ասի մասնագետին, բայց իրավաբանները ես ինչքանով որ նախկինում աշխատել եմ ու հիմա էլ գործի բերումով շատ ենք խոսում իրավաբանների հետ, իրանք շատ քիչ են օգտագործում այդ գործիքները, իրանք ավելի sense պահպանողական են ու այդ ոնց որ կոպիտ ասած 20 տարի առաջ էին անում իրավաբանություն, տենց հիմա են անում։ Հա, միգուցե։ Ես օրինակ ընդհանրապես այդ քարտեզային մտածողությունը իմ մեջ կա, սխեմատիկ, իհարկե համակարգչով չեմ անում, թվային գործիքներով չեմ անում, բայց թուղթուգիրիչով հաճախ դիմում եմ այդ մեթոդին, քո ասած այդ սխեմաներ ինչ որ կառուցելով, առանց տեքստի փորձելով հասկանալ ավելի մանրամասն խնդիրը, եւ մի քանի հարց էլ կապված արդեն բուն ստարտափի վերաբերյալ, մրցակիցներ կան աշխարհում, ինչ ես կարծում գաղթեք այդ մրցակիցների։ Կան մրցակիցներ, ուղղակի քանի որ արհեստական բանականությունը նոր է, իսկ մրցակիցներն էլ մեծ ընկերություններ են, հենց ստարտափների գաղափարն էլ նա է, որ մեծ ընկերությունները ավելի դանդաղաշարժ են, այսինքն որոշումներ ու նորարարություններ մեծ ընկերություններում ավելի դանդաղ է կատարվում, քան փոքր ավելի անկախ թմերում։ Այդ պատճառով հնարավոր է, հա, այդ մրցակիցներին հաղթել ու միշտ չի, որ բոլոր արհեստական բանականության հնարավորությունները այս պահին օգտագործվում են, մանավանդ իրավաբանության մեջ։ Շատ մեծ կիրառելիության շրջանակ ունի արհեստական բանականությունը իրավաբանության մեջ, բայց շատ քիչ է օգտագործվում։ Օրինակ իրավաբանների տենց եւ մի տարի առաջվա հարցումների համաձայն 60 համարյա 70%-ը Եվրոպայի եւ Ամերիկայի իրավաբաններն էին, պատասխանել էին, որ չեն օգտագործում արհեստական բանականություն ընդհանրապես։ Այսինքն ChatGPT-ն էլ ներառել, որ զարմանալի է հիմա, բայց տենց դանդաղ է տեղի ունենում process-ները։ Հետո ուրիշ խնդիրներ կա, ներս տնտեսական օրինակ խնդիր էլ կա իրավաբանների մոտ։ Իրավաբանները սովորաբար ժամավճարով են աշխատում։ Իսկ օրինակ Եվրոպայում արագանում ու քիչ են, իրանք քիչ գումար են վաստակելու։ Նույնիսկ մենք օրինակ մի հատ իրավաբանական ֆիրմայի գործընկերոջից որ հարցրեցինք, ոնց որ ներկայացրեցինք մեր գործիքը, ինքը սենց անկեղծ ասաց, որ իրան ձեռ չի տալիս արհեստական բանականությամբ արագացնի իր process-ները, որովհետև ինքը հիմա օրինակ եթե 1000 ժամ պետքա, 1000 ժամի դիմաց գումար պետքա գանձեր իր հաճախորդից, 100 ժամի պետքա գանձի ու այդ իրան ձեռ չի տալիս, բայց արհեստական բանականությունը դրա վրա էլ է ազդելու, որովհետև այն ընկերությունները, որոնք այնուամենայնիվ սկսեն օգտագործել, մրցակցային առավելություն է ստանալու։ Դե տեսեք, դու կարող ես 1 ժամ անել 1 գործ, չէ, պայմանական ստանալ 100,000 դրամ, արհեստական բանականության շնորհիվ կարող ես 1 ժամ կատարել, ասենք 10 գործ, հա, եւ ավելի շատ գումար ստանալ։ Բայց իրավաբանները այս պայն նախընտրում են ջանք չգործադրեն 10 հաճախորդ գտնելու վրա, այլ կնախընտրեն 1 հաճախորդից ինչքան կարան այդ գումարը ստանան, քան օրինակ, չգիտեմ, 10 հաճախորդ սպասարկեն, որովհետև այդ հավելյալ ոնց որ ջանք պետքա գործադրեն, որ այդ 10 հաճախորդին գտնեն։ Ամեն դեպքում դաշտը մրցակցային է եւ նոր սերունդը, որ գալիս է իրավաբանների, իրենք կօգտագործեն եւ մրցակցային առավելություն կստանան։ Շուկան ի վերջո կստիպի ազատ շուկան, կստիպի որ միանշանակ վերադասավորումներ տեղ ունենան նաեւ այդ ոլորտում։ Շատ լավ, շնորհակալ եմ Արեն, շնորհակալություն հարցերի համար, ինձ թվում է ոչ միայն իրավաբանական համայնքը, այլև ընդհանրապես տեխնոլոգիաներով հետաքրքրվող մարդիկ շատ նորություններ կստանան, հետաքրքիր տեղեկատվություն կստանան։ Շնորհակալ եմ, շնորհակալություն, սպասենք մյուս հաղորդումներին արդեն։